Արտակարգ իրավիճակների նախարարությունում վարչապետին են դիմավորում փրկարար ծառայության հնարավորություններն ու հոգեբանական ծառայության առանձնահատկությունները, ինչպես են փրկարարներն անցնում վերապատրաստում, ինչպես է աշխատում ճգնաժամային կառավարման կենտրոնը, ամեն ինչ տեղում եւ առաջին ձեռքից։ Ժամանակակից եւ սմարթ կառավարում, սա է Կարեն Կարապետյանն ակնկալում նախարարությունից, այդպես կկրճատեն ծախսերն ու կբարձրացնեն արդյունավետությունը։ Հակակարկտային պաշտպանության համակարգը դեռ ամբողջ էֆեկտիվությամբ չի գործում, ծախսն ու արդյունքը համապատասխան չեն, վարչապետը համարձակ լուծումներ է ակնկալում։ Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում, այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որը մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է։ Այդ այս առումով պիլոտային ծրագիրը անելու ենք եւ դրանից հետո մենք համապատասխան գումարներ 10-12 միլիոն նախնական ներկայացված միանշանակ հատկացնել ենք։ Բացառել առանց նախարարության համաձայնության կայանների տեղադրումը, Կարեն Կարապետյանը հանձնարարում է նախ գույքագրում անել, ակնկալում է կոշտ միջամտություն։ Նազ ու տուզ չենք անում։ Շատ կոշտ ձևակերպում եք, մեզ ինչա պետք։ Եթե դուք այսօր համարում եք, որ տեղակայված է սխալ, ավելի օպտիմալ տեղակայման դեպքում էֆեկտը բարձր է լինելու, շատ հստակ ձևակերպում եք, ոնց ենք անում դա։ Կառավարությունն ուշադիր է լինելու հատկապես նախարարության վերազինման եւ ուսումնական ծրագրերին։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։